Ինչ սպասելիքներ ունեք ընթացող դատական նիստից։ Ինչ սպասելիքներով եք եկել այստեղ, ինչ ակնկալիքներով։ 2018 թվականից հետո ցանկացած քաղբանտարկյալի նիստին դատարանի դիմաց գալիս ենք բոլորս ակնկալելով, որ ի վերջո արդարադատությունը ինչ որ փուլում, ինչ որ դատավորի ձեռամբ կհաղթի եւ այդ դատավորի ձեռամբ դատական համակարգի նկատմամբ գոյություն ունեցող այդ բացասական վերաբերմունքը կփոխվի, բայց ցավոք սրտի ժամանակը ցույց է տալիս, որ միշտ չի, որ այդ հույսերը արդարացվում են, սկսած սրբազանների կալանավորումից մինչև կաթողիկոսի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել եւ ի վերջո ազգային բարերար Սամվել Կարապետյանին 9 ամիս սկզբում բանտային կալանքի տակ, հետո տնային կալանքի տակ պահելը։ Հույս ամեն դեպքում չեմ ուզում էլի կորցնել, լավատեսությունը ուզում եմ պահպանել, որ դատարանը, որ այս պահին քննում է Սամվել Կարապետյանի տնային կալանքը 1 ամսով երկարաձգելու քննիչների միջնորդությունը չի բավարի վերջո այդ միջնորդությունը, որովհետև արդեն միջազգային մակարդակի հեղինակավոր իրավապաշտպաններն են անգամ արձանագրում, որ այս ամեն ինչը փուչիկել չի, ջուրել չի, շատ ավելի պրիմիտիվ տերմինով կարելի է բնութագրել այն ճակերտավոր թղթերը, որոնք դրել են Սամվել Կարապետյանի կալանքի հիմքում։ Որպես քաղաքացի, ինչպես եք գնահատում ստեղծված այս իրավիճակը ձեր գնահատմամբ, ձեր վերլուծությամբ, ինչ տեղի ունեցավ Սամվել Կարապետյանի շուրջ։ Ինչ տեղի ունեցավ Սամվել Կարապետյանի շուրջ։ Մենք ունենք իշխանություն, ովքեր համակարգված ձևով ոչնչացնում են, քայլեր են ձեռնարկում, որպեսզի ոչնչացնեն ցանկացած ազգային բան։ Սկսած երեք անկախության հռչակագրի հղումը հանելուց, մինչև եկեղեցու դեմ սկսված խայտառակ պայքար, իսկ Սամվել Կարապետյանի գործը մի ցցուն օրինակ է, հենց եկեղեցին որպես ազգային արժեք, որպես ազգային ինքնության պահպանման ուղղված քայլերի հաջորդականության շղթա է, որտեղ Սամվել Կարապետյանը ինչ արեց, ուղղակի դուրս եկավ ասեց, որ եկեղեցու դեմ տեղի ունեցողը ապօրինություն է եւ ցանկացած հայ չպետք է թույլ տա, որ իր հավատքը դարերով պաշտպանված չվնասվի։ Ընդհանրապես սա էր Սամվել Կարապետյանի միտքը, որը փորձել կանխակալ բայցերով, քրեական հոդվածներով համեմել առնվազն անմտություն է։